Նոր ինչ-որ բան է եղել։ Նոր։ Էլիս չես տեսնում, որ չեմ ուզում խոսամ, ինչ ես հարցեր տալիս։ Հա, բայց ինչ-որ բան է եղել, որ սենց լարված ես։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Ուղղակի ուզում էի քեզ մի բան ասեի։ Հիմա ինչ նորություն պետք է իմանամ մեկը չմարսեց։ Ինչի դու ինչ-որ նորություն ես իմացել։ Իսկ դու ինչ ես նենց հարցնում, ոնց որ ինչ-որ բան գիտես ու վախենում էր, որ ես կիմանամ։ Հա, Էդո։ Էլիս նորոն տանն է, զանգում եմ չի պատասխանում։ Հա, տանն է։ Դե մի հատ հեռախոսը փոխանցի նորոյին բան պիտի ասեմ։ Նոր։ Էդոն քո հետ է ուզում խոսա։ Ասա։ Նորո հո դու ցնդած չես։ Էդ ուր տենց անհետացար։ Զանգում եմ չես պատասխանում, մտքովս ինչ ասես անցավ։ Նորո, մենք պիտի հանդիպենք խոսալու բան կա շատ կարևոր է։ Էդո։ Ով էր այդ ծանոթդ։ Որտեղից եք իրար ճանաչում։ Հենց դրա մասին է ուզում եմ խոսանք նորո։ Ես ոնց տեսնում եմ այս պատմության մեջ լիքը խառը բաներ ա կատարվում։ Պիտի հասկանանք ինչ ենք անում։ Այսինքն։ Նորո, Էլիզին հանկարծ ոչ մի բան չասես։ Չասես, որ ինձ ու Արշակին տեսել ես իրար հետ, կգաս կհասկանանք ինչ ենք անում։ Էդո Էլիզ ինչ կապ ունի։ Նորո ուղակի Էլիզին ոչ մի բան մի ասա, կլինի։ Հեսա հասեք ուղարկեմ կգաս։ Լավ։ Էլիզ։ Եթե ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ, ավելի լավ է հիմա ասա։ Ուրիշ մարդուց չիմանամ։ Բան ունես ասելու։ Հմ? Լավ։ Ոնց կուզես։ Բալես ինչի սենյակից դուրս չես գալի։ Չեմ ուզում։ Ինչի նեղացրել եմ քեզ։ Կարող եմ այս բան եմ ասել, որ դուրդ չի եկել, հա։ Ասա հասկանանք իրար։ Չէ, պապ, ուղղակի Էլիզին եմ կորոտել։ Ուզում եմ գոնե զանգենք հետը խոսամ։ Խնդիր չկա, կզանգենք, խոսաս։ Հա։ Հա։ Բայց կզանգենք այն դեպքում, երբ որ գաս հաց ուտես։ Լավ։ Հա Էլիս։ Դու կարաս բացատրես ինչ ես անում։ Ինչի ես զանգել Նորոյին ու ասել, որ գա քո մոտ, ինչ ունես դու իրան ասելու։ Իրականությունը Էլիս։ Ես էլ չեմ պատրաստվում Նորոյին խաբեմ։ Այս պատմությունը ինձ ընդհանրապես դուր չի գալիս ու ոնց տեսնում եմ դու ոչ միայն Նորոյին ես խաբել, այլև բոլորիս։ Այսինքն Էդո։ Էլիս, Նորոն ինձ ու Արշակին իրար հետ տեսել է ու ճանաչել է այդ մարդուն։
Այս պատմությունից կարելի է լիքը հետևություններ անել էլիս ու հասկանալ, որ ոչ թե աշխատանքի ընդունվելու համար ես խաբել ասել, որ որպես, այլ նրա համար, որ նորոն ճանաչում է Արշակին։ Ես չգիտեմ այդ մարդը ձեզ ինչ է արել, բայց փաստերն է, որ ձեր արանքում մի հատ պատմություն կա։ Ու դու ուղակի չես գնացել այդ տուն, այլ ինչ-որ կոնկրետ մտքով։ Ճիշտ եմ, չէ՞ էլիս։ Նորոն Արշակին ճանաչում է ու արանքում էլ մի հատ պատմություն կա ուրիշ։ Հա, ճիշտ ես Էդո, դրա համար եմ խաբել։ Ու դրա համար էլ խնդրում եմ քեզ։ Խնդրում եմ, որ ոչ մի բան չասես Նորոյին։ Խնդրում եմ, այդ թող ես ասեմ։ Տենց ավելի ճիշտ կլինի, քան որ դու ասես։ Չէ, էլիս։ Քո ժամանակը անցավ խոսելու։ Ես կխոսամ Նորոյի հետ, ես էլ չեմ պատրաստվում ընկերոջս խաբել։ Դու էլ լավ գիտես Նորոն ստին ոնց է վերաբերվում։ Քիչ մնաց, կուտեմ Էլիզին կզանգենք։ Հա, բայց շնչի ուտելուց առաջ, շնչի ու նորմալ հաց կեր։ Եթե խոստացել եմ, ուրեմն կզանգենք։ Աջան, Ոնց ես, ինչ ես անում։ դրսում եմ, գնում եմ ընկերոջս տեսնեմ, դու ասա։ Ոչ մի բան կարոտս էի նկարներիցը տառնում։ Բա մենք այսօր հանդիպելու ենք։ Ընկերոջս տեսնեմ ու զանգեմ։ Կդիմանաս։ Կդիմանամ, նորից նկարներովդ ինձ կխաբեմ, մինչև զանգես։ Բա այս տղեն իմ հետ ինչ արեց։ Իսկ թվում է լրիվ ցնդել եմ։ Բանարուն ուր գնաց։ Էդոին տեսնելու։ Բա քեզ ինչ ա եղել, դու ինչ ես սենց լարված։ Խոսեմ գամ, հա։ Ալո։ Ոնց ես արևս։ Լավ եմ դու։ Չնայած այնքան էլ լավ չեմ։ Քեզ շատ եմ կարոտել։ Պապան որ ասեց էլ չես գալու, շատ նեղվեցի։ Հա, ես էլ չեմ գալու արև։ Բայց դրանից մեր ընկերությունը չի տուժի։ Ես քեզ խոստանում եմ, մենք անպայման կհանդիպենք։ Լուրջ Էլիս։ Միասին դուրս կգնանք։ Իհարկե։ Ընկերներ ենք, չէ՞։ Էլիս, իսկ կլինի այսօր գաս։ Արև, այսօր չեմ կարա։ Գործեր ունեմ։ Please, դու չես ուզում ինձ տեսնես, չես կարոտել ինձ։ Կարոտել եմ։ Լավ կգամ այսօր։ Բայց մենակ այսօր։ Դե սպասում եմ։ Ես գիտեի, որ սկսելու ես սիրել այդ երեխուն։ Զգում էի։ Ուրիշ բան էիր ասում, բայց Արունը ջուր չի դառնում։ Նորո, այդ
Այդ ձևական բոլոր մասերը անցանք ու հասնում ենք բուն թեմային։ Ինչի դու չես ուզում, որ Էլիզ ես մեր խոսակցության մասին իմանա։ Կամ էդ ինչ գիտես դու իմ քերոջ մասին, որ ես չգիտեմ այդ։ Նորո սկզբի համար մի հատ հանգստացի, հա։ Մեն ինչ կատարվել է շատ խառը պատմություն է, հիմա մենք իրար հետ պիտի հասկանանք, որը որի հետ ենք կապում։ Իսկ արաս ասես դու Արշակ Հոպարին որտեղից ես ճանաչում։ Ինչ է այդ մարդը քեզ արել, որ իրան տեսնել է այդ կարգի վրա ազդեց։ Հոպար։ Այդ երբ անից է Արշակը քո հոպարը։ Կամ ես չգիտեի, որ դու հոպարում ես։ Նորո Արշակը հորս 1000 տարվա ընկերն է։ Ու ասեմ քեզ, որ լավ մարդ է։ Ես իրոք չեմ պատկերացնում, ինչ պիտի ձեր մեջ եղած լինի, որ դուք ես տենց սպայես։ Մի հատ ասա հասկանամ, որտեղից ես ճանաչում այդ մարդուն։ Այդ կարևոր չի դա։ Այդ ընդհանրապես կարևոր չի։ Ես ուղղակի քեզ մի բան եմ ուզում ասել։ Որ ինչ էլ լինի, ինչ իրավիճակ է ստեղծվի, նենց արա, որ այդ մարդու այդ կյանքում դեմ դիմաց չկանգնենք։ Այդքան բան։ Նորո, մենք իրար նոր չենք ճանաչում, չէ՞։ Ու իրար չվստահելու խնդիր էլ չունենք։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ չես ասում, պիտի համոզեմ, հա, խնդրեմ, որ ասես։ Չէ, դուղակի չեմ ուզում խոսամ այդ մասին։ Այդ այն թեման չի, որ քո հետ պետքա քննարկեմ։ Ու ընդհանրապես քո համար մեկ չի։ Ես ուղղակի քեզ խնդրում եմ։ Խնդրում եմ, այդ նենց արա, որ կյանքում այդ մարդու հետ դեմ դիմաց չկանգնենք, այդքան բան, բարդ բան եմ ասում։ Հա, բարդ բան ես ասում։ Որովհետև երկուստ էլ իմ համար շատ հարազատ մարդիկ եք, Նորո։ Ես քեզ էլ եմ լավ ճանաչում Արշակին էլ։ Ու ես պիտի հասկանամ ինչ է կատարում ձեր մեջ, որովհետև քո պատասխանից լիքը բան է կախված։ Այդ ինչ է իմ պատասխանից կախված այդ։ Շատ ջերմ էր խոսում հետը։ Ընկերացել եք։ Հանդիպելու եք։ Ես խաղում եմ։ Մի քանի օրից զանգերին էլ չեմ պատասխանելու։ Հաստատ։ Հա, հաստատ տատի։ Բայց ես այդպես չեմ մտածում։ Ինձ թվում է դու շատ շուտ մոռացար, թե երեխան ինչ կապի ծնունդ է։ Ու դու չէիր խաղում։ Պարզից էլ պարզ երևում է, որ դու փոխվել ես այդ երեխու հանդեպ։ Ուղղակի չեմ հասկանում, թե ոնց ես կարողանում սիրել այդ երեխուն։ Կամ ոնց կարողացար։ Տատ, Տես թե Ալինան ոնց է տանջվում։ Ոնց է տառապում, ինչ վիճակում է։ Եթե Շուշանը կողքին լիներ, ինքը այս ամեն ինչը ավելի հեշտ կտաներ։ ես գիտեմ։ Չի երևում, որ գիտես։ Որ իմանայր արևին, արևս չէիր ասի, ու չէիր գնա հետը հանդիպելու։ Ես չեմ գնում իրեն հանդիպելու։ Ես գնում եմ, որովհետև վերջնի հաշիվ ունեմ։ Նորո ինչ կանեիր, եթե իմանայր, որ ես ու քեզ ինչ որ հարազատ մեկը իրար հետ խնդիր ունենք։ Ձերքը հետ ծալասկի նստեիր, չէր փորձի մի բան անես, որ իրար հասկանանք, լսենք։ Կամ դու հիմա ասա ինչ ա եղել ձեր մեջ, կամ էլ ես զանգեմ Արշակին թող գա, կանգնեք իրար դեմ, ասեք այն ինչ կա։ Հետո գիտես ինչ կլինի, որ այդ մարդը գա։ Ես այդքան համբերություն չունեմ, որ ինձ զսպեմ։ Հասկանում ես։ Ես տեղում դրա կոկորտը կկրծեմ, կոկորտը կկտրեմ առանց մի վարքյան մտածելու հետ։ Առանց մի վարքյան մտածելու։ Նորո տես բաներ մի ասա։ Արշակը այն մարդը չի, ում մասին կարելի է տենց խոսալ։ Այդքան վստահ մի խոսա։ Խոսում եմ, որովհետև գիտեմ, վստահ եմ։
Գիտեմ Արշակը ինչ ձևի մարդ է։ Այս աշխարհի վրա Արշակի նման մարդիկ շատ քիչ են մնացել, նորո։ Հանկարծ չմտածես, որ ես այս ամեն ինչը ասում եմ Արշակին պաշտպանելով առանց քեզ լսելու, չէ, այդտենց չի։ Ուղղակի Արշակին իմանալով գիտեմ, որ իր այդ կապած ինչ հարցեր լինի, հաստատ կա դրա լուծումը, եթե լուծումը փնտրեն։ Արշակի նման մարդիկ ուրիշի ընտանիքները մտնող, ուրիշի ընտանիքները քանդող մարդիկ են։ Իրանք այդպես տեսակ են հետո։ Այսինքն նորո, ես ինչ ես ասում։ Ինչ է նշանակում ասածդ։ Հետո ես հիմա չեմ ուզում այդ մասին խոսամ։ Կլինի անցնենք բուն թեմային, ինչի համար որ կանչել ես։ Ես հիմա չեմ ուզում այս թեմայի մեջ խորանանք։ Չեմ ուզում այդ թեմայի մասին խոսանք, քննարկենք։ Կան բաներ, որ չեմ ուզում այդ մասին խոսանք այդ, որովհետև եթե խոսանք լավ բաներից չի տանելու։ Լավ տեղ չի տանելու, կան բաներ, որոնց մասին պետք չի խոսալ, իսկ եթե խոսամ պետքա գործեմ։ Հասկանում ես ասածս։ Հիմա ավելի շատ եմ ուզում, որ խոսաս նորո։ Նորո ախր ուրիշ մարդու հետ չես խոսում, Ընկերդ եմ, աղբերդ եմ նորո։ Քեզ թվում է քեզ չեմ հասկանալու, որովհետև Արշակը ինձ մոտիկ մարդ է։ Չէ, նորո, տենց չի խոսա։ Հետո շատ անձնական թեմա է, չես հասկանում։ Ես չեմ կարա խոսամ։ Հետո մորս հետ կապված է, հասկանում ես։ Բայց այդ ինչ կապ ունի։ Մենք լրիվ ուրիշ բանից ենք խոսում։ Այս ամեն ինչը մորս հետ կապված է, հետո չեմ կարա խոսամ։ Հետո մամաս Արշակի հետ է գնացել Ամերիկա։ Արշակը այդ մարդն է։ Այսինքն նորո, ինչ ես խոսում։ Ալինան քնեց։ Ոնց է տատ։ Ինձ ասել է, որ այսօր գլխապտույտ չի ունեցել։ Հա։ Չգիտեմ, բայց ես տեղից չեմ գտնում։ Չգիտեմ ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Աստված չանի մի լուրջ խնդիր լինի, ինչ ենք անելու։ Տատի, պիտի մեզ չկորցնենք ինչ էլ լինի։ Հեշտ ես ասում էլիս։ Տատ պիտի պայքարենք ինչ էլ լինի։ Ալինան բուժվելու է, լսում ես։ Ճիշտ է։ Մի քիչ դժվար կլինի։ Դե ես էլ չեմ աշխատում։ Նորոյի աշխատանքն էլ ժամանակավոր է։ Ու եթե հիվանդությունը հաստատվեց, տատի, մեզ լիքը գումար է պետք գալու, դեղեր, բուժում, ես չգիտեմ մենք ինչ ենք անելու։ Բայց ես պիտի ամեն ինչ մոռանամ ու մենակ Ալինայի վրա կենտրոնանամ, տատի։ Ես աշխատանք կգտնեմ, նորմալ կաշխատեմ ու կօգնեմ իրենց։ Խելքդ գլուխդ հավաքի։ Ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Դու գոնե պատկերացնում ես ինչ գումարի մասին է խոսքը, ինչքան գումար է պետք է ծախսերը հոգալու համար։ Որտեղից ես այդքան գումար աշխատելու։ Բա ինչ անեմ։ Տատի ով է այդ գումարը բերելու ինձ տա, որ ես օգնեմ քրոջս։ Այն մարդը, ով ձեզ զրկել է մորից։ Արշակը պարտավոր է օգնել ձեզ։ Ու ամաչելու ոչ մի բան չկա։ Տատի ինչ ես խոսում։ Ես ավելի լավա մեռնեմ, քան այդ մարդուց օգնություն ընդունեմ, լսում ես։ Հպարտություն խաղալու ժամանակ չի։ Արշակը պարտավոր է օգնել ու վերջ։ Տատի, ես քեզ հետ եմ խոսում։ 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 Ես քեզ հետ եմ խոսում
Հիմա հասկանում ես ինչի թողեցի ու գնացի։ Ու ինչի չէի ուզում խոսել այդ մասին։ Ես մենակ մի բան կա, որ չեմ կարող հասկանալ։ Եթե դու վաղուց ճանաչում ես, ոնց չես իմացել ոնց է ընտանիք կազմել։ Դե երևի չի ասել, որ շարունակի արդար մարդու նման ապրել։ Պարզ է։ Լսի նորը։ Մենք Արշակին երկար ժամանակ չենք տեսել։ Հետո իրան գնացին Ամերիկա, մենք էլ Դանիա։ Ու այդ ընթացքում մենակ հեռախոսով ենք խոսացել։ Իմացել ենք, որ ամուսնացել է, որ կին ունի, կնոջ անունն է Շուշանա։ Բայց ես չեմ իմացել, որ Շուշանը մամատ է։ Մենք Արշակին մեկ էլ տեսել ենք արևից ծնվելուց հետո։ Բայց այդքան չենք մանրացել, չենք խորացել, ոնց է ամուսնացել, ինչ ոնց, երբ, չեմ իմացել։ Մենակ իմացել ենք, որ ամուսնացել է, նորո այդքան բան։ Այդ այսքան ժամանակ է անցել, բայց ցավս չի փոխվել, նույնն է։ Ուղղակի վատը այն է, որ ես չեմ իմացել, որ դուք իրար վաղուց ճանաչում եք, որ մտերիմ եք։ Նորո, ես լուրջ եմ ասում, ես չեմ իմացել։ Ես չեմ իմացել, որ Արշակը այդ նույն Արշակն է։ Այդ ես քեզ չեմ մեղադրում։ Ես հավատում եմ, որ դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Դու էլի իմ ընկերն ես, անկախ ամեն ինչից։ Ու կապ չունի, որ դուք իրար ճանաչում եք ու մտերիմ եք։ Կարևոր խնդրանք ունեմ, քեզ ու շատ կարևոր է, որ չմերժես։ Էլիզ, դու տեսար իմ վիճակը։ Ու դու շատ լավ հասկացար, որ ես այդտեղից դուրս եկա, որովհետև համբերությունս չհերիքեց։ Է դու կլինի լսես ինձ։ Ես ժամանակ չունեմ ու չեմ ուզում նկատեմ, որ քեզ եմ զանգել։ Այդ ես խոստանում եմ, որ ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կպատմեմ, բայց խնդրում եմ Նորոյին հանկարծ չասես, հա, որ մենք հանդիպել ենք այս տանը։ Փաստորեն Նորոն ճիշտ էր ասում, Էլիզ։ Դու քեզ ահա որ տարօրինակ ես պահում։ Է դու չես ասի, չէ։ Ես միշտ մտածել եմ, որ մի օր դրան սպանելու եմ։ Միշտ երազել եմ այդ օրվա մասին հետ։ Ես ինքս ինձ խոստում էի տվել, որ երբ որ մեծանամ, դրա կոկորդը կտրելու եմ։ Բայց հիմա հասկանում եմ, որ ես իմ խոստումը չեմ կարող կատարել։ Որովհետև շատ լավ հասկանում եմ, որ ինձ տանը սպասող կա։ Ու այդ մարդկանց ճակատագիրը ինձնից է կախված։ Ոչ թե վախենում եմ կամ մտածում եմ, որ չեմ կարողանալու։ Չէ, ես վստահ եմ, որ առանց մի վայրկյան մտածելու շատ հեշտ կարամ անեմ այդ։ Իրոք շատ բարդ իրավիճակ է։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա։ Ուղղակի ամեն ինչ արա, որ ես կյանքում այդ մարդուն չտեսնեմ։ Այդքան բան։ Ես քեզ 5 րոպեից կզանգեմ։ Դու պատրաստվի, ես կգամ ձեր տանուտ։ Այդ ինչ եղավ։ Այդ Նորո տեղս չեմ գտնում։ Եթե ես հիմա չխոսամ, ամեն ինչ ավելի վատ կլինի, հասկանում ես։ ինչ ես խոսում։ Նորո կասեմ, ամեն ինչ կասեմ, բայց խոստացի, որ քեզ adekvat կպահես, որ կտրուկ քայլերի չես դիմի։ Հասկանում ես ինձ։ Ուղղակի Չեմ մի երկարացրու, ասա։ չեմ ուզում Էլիզը ներվի, հասկանում ես։ Հա ինքը շատ սխալ բան է արել, բայց ես իր մասին մտածում եմ։ Նորո։ Իսկ եթե ես Արշակին ճանաչում եմ, ուրեմն ճանաչում եմ նաև Մագդային, չէ՞։ Չեմ հասկանում։ Մագդան ինչ կապ ունի Արշակի հետ։ Նորո, Մագդան Արշակի քույրն է։ Ու Էլիսն էլ աշխատում է իրանց տանը։
Քեզ էլ ոչ մի բան չի ասել, որ չգնաս գաս ու Արշակին չհանդիպես։ Հասկանում ես։ Հետո ինչ ես խոսում, Մագդան ինչ կապ ունի Արշակի հետ։ Ասացի արդեն նորը։ Մագդան Արշակի փոքր քույրն է։ Հիմա պարզ է, Էլիզը ինչի էր իրան պես տարօրինակ պահում։ Հիմա ամեն ինչ քիչ-քիչ իր տեղն է ընկնում։ Իսկ թե ինչի համար է գնացել Արշակենց տուն, որ ինչ անի, այդ չգիտեմ։ Հետո չգաս հետևիցս։ Լսում ես, չգաս հետևիցս։ Հինգ րոպեն արդեն վաղուց անցել է Նոր ջան։ Բա երբ ես գալու։ Ոնց։ Էլի։ Հա, Նորո ջան։ Տատ Էլիզը տաննա զանգում չի պատասխանում։ Չէ, տանը չի։ Զանգեցին, կանչեցին աշխատանքի գնաց։ Ոնց գնաց։ Դե ոնց են գնում։ Ասեց մի 2 ժամով գնալու եմ գնաց։ Մամաս Արշակի հետ է գնացել Ամերիկա։ Արշակը այդ մարդն է։ Կարող ես նշանա, որ ամեն դեպքում մնաս սուրճ խմես։ Ոնց որ հավազում ես։ Մագդա։ Մագդա, ես։ Ես չգիտեմ ինչի սենց ստացվեց, ես չեմ հասկացել ոնց ա եղել, որ ես քեզ խաբել եմ։ Ուղղակի ստացվել է նոր։ Անիմաստ սուտ էր, հիմար սուտ էր, ես չգիտեի, որ այդ սուտը այդքան կխորանա նորո։ Մի անիմաստ երկարացրո։ Ինչ ճշմարտությունն ասա։ Ինչի համար ես խաբել։ Ինչի համար ես կամ բան սարքեցիր համ քո գլխին, համ իմ գլխին, աղջիկ ջան։ Ապրես Էլիզ որ եկար։ Պապ, ես քեզ ասում եի, չէ՞ որ Էլիզը բարի է։ Չի ուզում իրարից նեղացած բաժանվեինք։ Համել քո սիրած կոնֆետներից եմ բերել։
Բայց չենք բաժանվում։ Դու չասեցիր, որ մենք կհանդիպենք, ընկերներ կմնանք։ Դե հա, բայց էլ առավոտվանից երեկո միասին չենք լինելու։ Բայց չէ, չենք տխրում, հա? Դու հիմա որ տխրես, ես ինձ շատ վատ կզգամ։ Արևն արդեն հասկացել է, չէ, որ դու ուրիշ աշխատանք ես գտել, որ քո մասնագիտությամբ պետք է աշխատես։ Ճիշտ է ասում պապան, բայց մեկը կարոտելու եմ քեզ։ Ու ամեն օր ինձ թվում է, որ դու գալու ես ու ես արդեն սովոր եմ։ Արև, բայց ես արդեն պիտի գնամ։ Հետվելի կզանգեմ, հա? Բայց նոր ես եկել, ուր ես հիմա գնում։ Աշխատանքի եմ։ Արև բալես, գնա քո սենյակ, հա? Լավ։ Էլիս ջան, մի րոպե, ես քո հետ լուրջ պետք է խոսամ։ Երկար չի տևի, չես ուշանա։ Ինչ որ բան է եղել։ Իսկ քեզ ինչ է թվում, ամեն ինչ նորմալ է, հա? Ոչ մի բան չի պատահել։ Չեմ հասկանում ձեզ։ Էլիս, Մագդան միշտ ցույց է տվել, որ քեզ չի վստահում։ Շատ անգամ ինձ էլ ասել, որ չի ուզում, որ դու մեր տանն աշխատես։ Բայց ես մտածել եմ, որ երկուսդ էլ երիտասարդ աղջիկներ եք։ Ուղղակի իրար չեք հասկացել։ Մտածել եմ, որ պետք չի խառնվել ձեր հարաբերություններին։ Բայց ոնց հասկանում եմ, սխալվել եմ։ Ինձ թվում է Մագդան ինչ-որ բան է նկատել, դրա համար տենց է տրամադրվել։ Իսկ դու առիթ ես տվել քեզ չվստահելու։ Հիմա ինչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ։ Ճիշտ է։ Ինձ քո վերջին պահվածքը շատ տարօրինակ թվաց։ Ես զգում եմ, որ դու մեզանից ինչ-որ բան ես թաքցնում։ Էլիս, ինձ ճիշտ հասկացի, դու մեր տուն ես մտել, իմ երեխու հետ ես շփվել։ Եթե ինչ-որ բան կա, ասա, ես պետք է իմանամ։ Գիտեք ոնց։ Եթե նույնիսկ կա, ես ձեզ հիմա չեմ ասի։ Այսինքն ես էլ ձեզ մոտ չեմ աշխատում։ Բայց աշխատել ես, չէ՞։ Ու եթե ինչ-որ բան ա եղել, ասա, ես պետք է իմանամ, թե այդ ինչ ես թաքցրել ու ինչ ա կատարվել։ Ոչ մի բան էլ չկա։ Ուղղակի հիմա էլ իմաստ չկա խոսելու, ես կարող եմ գնալ։ Չեղավ էլիս։ Խուսափելով չի։ Կներեք, պիտի պատասխանեմ։ Պատասխանի։ Ես քեզ բան չունեմ ասելու, բայց իմ հարցին կպատասխանես, նոր դուրս կգաս այս տնից։ Ալո, Էլիս հենց հիմա դուրս արի պետք է խոսենք։ բայց ես տանը չեմ։ Գիտեմ, ասում եմ հենց հիմա դուրս արի։ Մի րոպե, բայց դու ուր ես որ։ Արշակես տան մոտ եմ։ Հա, ճիշտ լսեցիր, արշակեց տան մոտ եմ։ Ինձ թվում այլ կարիք չկա, չէ՞ բան ասելու։ Էլիս։ Այլ ոչ մի բան մի ասեք։ Ես գնում եմ ու էլ ես տուն չեմ գա։ Ուղղակի մոռացեք իմ մասին։ Ինչ ես անում ստեղ։ Նորո խնդրում եմ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կբացատրես, բա ինչ պետք է անես, պետք է բացատրես։ Կբացատրես, թե դու ոնց ես հայտնվել սրանց տուն։ Ինչի համար։ Կբացատրես, որ ես քեզ ասեմ, թե դու ինչ ես անում։
Ու ես հասկանամ, թե ես ինչ եմ անում։ Եթե միջև հիմա ես ինձ զսպում էի քո ու Ալինայի համար, հիմա այդ էլ չեմ կարող անեմ, որովհետև ինձ էլ ներքաշեցիր այս պատմության մեջ։ Հիմա ինձ ամեն ինչ նորմալ բացատրի։ Կամ էլ ես ու դու գնում ենք դրանց տուն։